Եվ այսպես ուշադրություն 2-ամյա Տիգրանի հայրը դիմում է ամբողջ ժողովրդին, մասնավորապես նաև լրատվական դաշտին, խնդրելով, որ չտարածվեն չճշտված տեղեկատվություններ եւ իրանց այս ծանր վիճակում առավել ծանր վիճակի չհասցնեն, նրանք կորցրել են իրանց 2-ամյա տղային, վիճակները շատ ծանր է եւ ամեն անգամ մի հատ ինչ-որ տեղեկատվություն ազդում է նրանց նյարդերի վրա, ավելի ծանրացնում վիճակը։ Մենք շատ ենք ասել, որ պետք չի տարածել էքստրասենսների խոսքերը, պետք չի տարածել գնչուների վարկածը, այսինքն հիմարություններ, որ այսօր լծված է համացանցում, ասում է գնչուները եկան տարան, ասում է արդեն երեխան գտնվում է Լոս Անջելեսում, նրան տարել են ՉԲ-ները, այսպիսի տեղեկատվություններ համացանցում տարածվում են, այդ մարդիկ տեսնում նյարդայնանում են։ Ու չգիտես ինչի համար են տարածվում այս տեղեկատվությունները։ Մենք ասել ենք, որ պաշտոնական տեղեկատվություն ենք միայն հաղորդում, մենք քննադատել ենք այս չճշտված տեղեկատվությունները։ Մենք ասել ենք, որ որևէ էքստրասենսի խոսքին հավատալ պետք չի, որովհետև դրանք խաբեբաներ են։ Եթե կար ինչ-որ մի հատ ուժեղ էքստրասենս, որ իրանք ներկայացնում են, ասում եմ Ռուսաստանի ամենաուժեղ էքստրասենսը գիտի երեխայի տեղը։ Գիտի երեխայի տեղը, թող գա հայտնի իրավապահները մեծ հաճույքով նրան կուղեկցեն այդտեղ, որտեղ որ պահվում է երեխան ըստ նրա։ Եւ այնքան են այս մարդկանց հասցրել ծանր վիճակի, որ իրանք իրանց բան ու գործը թողած ընկել են այսպիսի դեպքերի հետևից, որ անընդհատ հերքեն այս լուրերը, որ իրանք չեն գտել երեխային էքստրասենսների ասած տեղում, կամ երեխային փախցրել են երկրից հանել են։ Նման տեղեկատվությունները ծանրացնում են վիճակը եւ պետք է այդ տեղեկատվություններին տրվի իրավական գնահատական մարդկանց նյարդերի հետ խաղալու համար։ Մենք հարգում ենք այս մարդկանց վիշտը, մենք հարգում ենք այս մարդկանց ցանկությունը եւ անընդհատ բոլոր կեղծ տեղեկատվությունների անդրադարձ են կատարում, իրենց փոխարեն նույնիսկ ասում ենք, որ ժողովուրդ ջան, չի կարելի հավատալ նրան, որ գյուղացիներն են գողացել, բա որ ասում էին հարևանն է գողացել երեխային, ինչ-որ կնոջ անուն էին տալիս, որի անունը բնականաբար մենք չենք տա, ասում է հարևանը այդ կինը տարել է երեխային, գնացեք ստուգեք։ Բոլորի տները առանց բացառությունների ստուգվել են։ Բացի տներից իրանց տարածքում գտնվող բոլոր շինությունները ստուգվել են։ Անկախ նրանից այդ մարդու վրա կասկածանքներ կան, թե չկան։ Դեպք է տեղի ունեցել առանց կասկածների կամ կասկածներով եղել է հատուկ խուզարկություններ։ Այս գյուղի մեջ պետք չի նաև թշնամանք մտցնել, ասել սա է գողացել, նա է գողացել։ Մեկը Երևանում նստած, որ ինքը երբեք այդ գյուղում չի եղել, լրատվական դաշտը թերթելով արդեն ինքը որոշել է ով է գողացել, ով է տարել, ով է պահել եւ ով պետքա գտնի։ Նաև մեղադրում են փրկարար ծառայությանը, որ փրկարար ծառայությունը լավ չի աշխատում։ Նայում ես մարդիկ ոնց պետք է աշխատում են եւ առհասարակ փրկարար ծառայությունը այն ծառայություններից մեկն է Հայաստանի Հանրապետությունում, որ այս մարդկանց բացի գովերքելուց որևէ բան չես կարող ասել, որովհետեւ հազարավոր դեպքեր են եղել, որ իրենց աշխատանքների ժամանակ նրանք վիրավորում են ստացել, նաեւ դեպքեր են եղել, որ փրկարարներ են զոհվել, տարբեր դեպքեր, օրինակ հրդեհներ, ջրեղեղներ, կարա մտնի մեկը գետը եւ գետ իրան տանի, որովհետեւ բավականին վարար գետ է եւ պետքա գետի հետ աշխատել շատ զգուշ, հանգիստ եւ պրոֆեսիոնալ։ Իհարկե, այն փաստը, որ երեխային միջև հիմա գետից չեն գտել, դա շատ մեծ տրամաբանություն է փոխում, որ երեխան ինչքան որ գետում է, այնքան էլ գետից դուրս է։ Մենք սա ենք ասում, որ եթե չեք գտել գետից ոչ երեխային, ոչ էլ նրա կոշիկը, հագուստը, այն բոլոր վարկածները, որոնք կան, տրամաբանական վարկածները, ոչ թե անհեթեթությունները, այդ վարկածները պետք է նաև հետաքննվեն։ Ու դա արվում են արդեն ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը տարբեր հայտարարություններ արեց սրա վերաբերյալ եւ պետք է հետեւալ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Հաստատ Հայաստանի Հանրապետությունում չկա ինչ-որ մեկը, որ կցանկանա երեխային չգտնել։ Նույնիսկ եթե երեխան ընկել է գետը, ամեն ինչ պետք է արվի, որ երեխային գետից հանեն։ Եվ այսպես արհեստական բանականությունը պատասխանում է, թե ինչ է լինում երեխայի հետ, երբ որ նա ընկնում է գետը եւ ցավոք սրտի խեղդվում է։ Եթե գետը ավելի վարար է,
բնականաբար տեսանելիությունը գետի հատակը կլինի գրեթե անհնարին։ Իսկ մենք այստեղ ունենք վարար եւ որոշ հատվածներում խորը գետ, որտեղ որ արդեն 9-րդ օրն է անցնում են փրկարարական որոնողական աշխատանքներ եւ արդյունքի չենք հասնում։ Հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում, եթե մենք վերցնում ենք հիմա այն վարկածը, որ երեխան գետն է ընկել, ապա ինչ կարող էր նրա հետ տեղի ունենալ, ոնց գտնել եւ որտեղ փնտրել։ Գետը անշնչացած մարմինը իջեցնում է հատակ եւ գետի հոսքը տանում է այնքան, մինչեւ որ չառնի ինչ-որ մի քարի, խողովակի, ինչ-որ մի ծառի եւ հնարավոր ցանկացած խոչընդոտի։ Այսինքն, եթե մարմինը չի բախվում ինչ-որ մի բանի, դա կարող է կիլոմետրերով գետի հետ հոսել։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխատանքներ կատարվում եւ մենք վստահ ենք, որ ամեն ինչ իրականացվում է բարձր մակարդակի վրա։ Ուղղակի սա արհեստական բանականության պատասխանն է, որը ներկայացնում ենք ձեզ։ Եվ շատ հետաքրքիր պատասխան տվեց, որ եթե նույնիսկ մի քանի օր, նույնիսկ մի շաբաթ եւ ավելի մարմինը չկարողանան գտնել, գալիս է ինչ-որ մի ժամանակ, այսինքն 15 օր հետո կամ 20 օր հետո ջուրը մարմինը բարձրացնում է վերև։ Հիմա մարմինը գտնվում է ջրի տակ։ Հետագայում մի քանի օր անցնելով մարմինը, եթե իհարկե ինչ-որ միտեղ այն լրված չէ, ապա ջուրը արդեն երեխայի տեղը կարող է բացահայտել։ Իհարկե սա ասում ենք այն վարկածը, որ երեխան ընկել է գետը եւ չենք ուզում ասել, որ սա միակ վարկածն է, որ երեխան կարող է մահացած լինել, մենք եւս չենք բացառում առևանգելու հանգամանքը, որովհետեւ ամեն ինչ իհարկե պատահում է այս կյանքում, բայց այսօր որ ամբողջ աշխատանքները տարվում են գետից երեխային դուրս բերելու նպատակով, իհարկե գետից երեխային չես կարող ողջ դուրս բերել, սա բոլորս ենք հասկանում, ուղղակի այս պայմանությամբ մարդկանց պետք է տեղեկատվություն եւ մենք այս տեղեկատվությունը փոխանցում ենք, ինչքան էլ ցավոտ լինի մեզ համար խոսել երեխայի նման վատ ճակատագրի մասին։ Այս պարագայում միակ լավ բանը, որ կարող է տեղի ունենա, դա երեխայի առևանգված լինելը կարող է համարվել, որը եւս արհեստական բանականությունը չի բացառել, բայց իրավապահ մարմինները